Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Փանանք մեր հոգու հայացքը դեպի հարուցյալ Քրիստոս։ Զի արդ ժամ իսկ է իմեզ իքնո զարթնուլ։ Սիրելի բարեբաշտ հայորդիկ, հարության գիրագի առավոտը արշալույսն է մեր նոր կյանքին։ Քրիստոսի հարության հրաշալի խորհուրդով քրիստոնյային կյանքը հավերժության առաջնորդող վառ հույսերու նոր ծնունդ մը գարցանակրե եւ երբեք չփորձենք բարերու մեջ սահմանել խորհուրդ խորինը Քրիստոսի հարության, քանզի անոր հարության մեջ մենք կգտնենք հոգևոր այն ներուժն ու ձգտումը բարի, որ ամբողջությամբ կգերբարանափոխե, կբայծարակերբե մարդու ողջ ներաշխարը եւ գաբրինք ներքին ուրախության անբացատրելի զգացողությունն ու հավատքի գիտակցությունը։ Եվ այս է թրթաբաճարը այն պատկամին, որ մեզ կհաղորդե Բողոս առաքյալ, հետևյալ սրտապուխ եւ աղոթափյուր բարերով, զի ինձ կյանք Քրիստոս է եւ ինչքան դեղին է արդասանել չերմ սրտով առաքյալի այս պատկամը հարության խորհրդին ընթարաճ քայլող հավատացյալին, զի արդ ժամ իսկ է իմեզ իքնո զարթնուլ։ Իրողապես հավատացյալը կյանքի նոր զարթոնք մը գաբրի Քրիստոսի հրաշալի հարությամբ, որուն համար գունենա քարասնորյա բահեցողության ու աղոթքի, հոգևոր սերտողության ու պատրաստության ժամանակաշրջան մը, բաց սրտով ինքզինք առաջնորդելու դեպի խոստովանություն, դեպի սրբություն եւ դեպի ինքնաճանաչում, որովհետեւ միայն այն ժամանակ մեր հոգևոր էությանը մեջ գդարածվի արադորեն հարության խորհրդին հավատքով փեղմնավորված գիտակցությունն ու զգացողությունը։ Մարդը, քրիստոնյա հավատացյալը, իմաստնավորի ներկա այս ժամանակներուն իր կյանքը վերարժևորելու անհրաժեշտությունը ունի։ Գիտությունը անդարագույս մարդուն կյանքը գլուսավորե, բայց այդ երբեք կատարելության չի գրնար դանիլ ու առաջնորդել մեզ։ Կատարյալն Աստված է եւ Աստվածորդու հարությունը մեր առջև կփանա կատարելության դանող ճանապարհին դուրը։ Այս է հրամայականը ուղված անխդիր բոլորիս, որովհետեւ մեր շրտերում վրա արձանագրվի միայն բարին հաղորդող խոսքեր եւ մեր սրտերը դարձնենք շարժիչը ավետարանեն ջարակայտող բարի խրադականներուն։ Զադիգը հարության առավոտեն սկսյալ հրաշալի հրավեր մնե, որովհետեւ մեր մեջ վերամշակենք, մեր մեջ ծնունդ տանք քրիստոնեական ոգին ու նգարակիրը, փոխադարձ սիրով ու հարկանքով միմյանց հանդեպ ներողամտության ու խոնարհումի զգացողությամբ քրիստոնեական մեր կյանքը պիտի դարձնենք մշտարթուն
հավատքով ապրված, հարադև, անհոգնաբեկ ու անցանցրույթ աղոթական կյանքի։ Ազգի զավակներով գթարնանք ապրող և շնչող եկեղեցին, ի գլուխ ունենալով Աստվածորդին Քրիստոս իր հրաշալի հարությամբ, երբ սերը գդիրաբեդե ու գիշխե մեր ծառայական կյանքին ողջ ընթացքին, ուր որալ մենք կգտնվենք։ Զիարդ ժամ իսկ է իմեզ իքնո զարթնուլ։ Հիսուսի հարության խորհուրդը գթարնա դեսանելի ու շոշափելի, երբ օգնական ենք միմյանց և այդ ընթացքով գիտակից ենք ճշմարտության, որ համերաշխ ու միապանյալ հավաքված գիտենք հարկավաճ իրականությունը դարձնել եկեղեցին ու մեր հայրենիքը, մեկտի թողելով մեր դարբերությունները և խոնարելով Աստվածաշնոր այն սրբությանց առջև, որոնցմով պայմանավորված է մեր հովանտակ կյանքը և գոյութենականությունը։ Եվ հայրենիքեն ինչքան ալ ֆիզիկապես շատ հեռու, այնուամենայնիվ մեր հավատքը քրիստոնեական իր շեշտը պիտի գետրոնացնե հավերժական Սուրբ Էջմիածնի և Մայր Հայաստանի վրա, որպեսզի մեկ ամբողջություն և գամուրջ դարձած առաստված շարունակենք մեր կյանքը և ուր որ ալլանք պահպանենք մեր քաղաքացիական բարդականությունները, ապրենք օրինակելի կյանքով, որպեսզի մեր թրացիներուն հաղորդենք մեր նախնյաց կողմէ մեզի ավանդված ու վստահված հոգևոր ժառանգություններու հանդեպ դածած մեր խոր համոզումը։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Փանանք մեր հոգու հայացքը դեպի հարուցյալ Քրիստոս, որպեսզի անոր հաղթական քայլերու առաջնորդությամբ արարենք նոր արշալույսը մեր կյանքին։ Մեր կյանքին նոր արշալույսը կգերդենք, երբ մեր մանուկներուն հոգին գլեցնենք Աստված սիրությամբ, Աստված ճանաչությամբ ու աղոթքով։ Մեր կյանքի արշալույսը կգերդենք, երբ մեր երիտասարդներուն հոգին կգաբենք մայրենի հողին, այնտեղ դեղավորելով սերը հայրենական ու անոնց կհաղորդենք դեսիլքը քերակույն այն ճշմարտության, որ հայ քրիստոնյա ընտանիքի ներկայությունը խորհրդանիշն է ու մանրագերդը Սուրբ Էջմիածնին ու Մայր Հայաստանին։ Վերջապես, սիրելի բարեպաշտ հայրիկ, մեր կյանքի արշալույսը կգերդենք, երբ միասնական խնգապույր աղոթք կդառնանք մեր կյանքով, որու մեջ կտեսնենք նաև պատկերը Քրիստոսի հրաշալի հարության։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Ամեն։